Սուտասան ըստ Հովհաննես Թումանյանի։ Լինում է, չի լինում մի թագավոր։ Այս թագավորը իր երկրում հայտնում է։ Ով էնպես սուտասի, որ ես ասեմ սուտը, իմ թագավորության կեսը կտամ նրա։ Գալիս է մի հովիվ, ասում է. Թագավոր ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ այստեղից մեկնում էր, աստղերը խառնում էր։ Կպատահի, պատասխանում է թագավորը։ Իմ պապը մի ճիբուխն էր, մի ծայրը դնում էր բերանին, մյուս ծայրը մեկնում էր արեգակին զվարում։ Ստախոսը գլուխը քորերով դուրս է գնում։ Գալիս է մի դերձակ, ասում է. Ներողություն թագավոր, ես վաղը պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։ Հա, լավ ես արել, բայց լավ չես կարկատել, էս առավոտ մի քիչ անձրև թափվեց, ասում է թագավորը։ Սա էլ է դուրս գնում։ Ներս է մտնում մի աղքատ գյուղացի կոտը կռնատակին։ Դու ինչ ես ուզում, այ մարդ, հարցնում է թագավորը։ Ինձ մի կոտ ոսկի ես պարտքի, եկել եմ տանեմ։ Մի կոտ ոսկի, զարմանում է թագավորը։ Սուտ ես ասում, ես քեզ ոսկի պարտք չեմ։ Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։ Չէ, ճշմարիտ ես ասում, խոսքը փոխում է թագավորը։ Ճշմարիտ եմ ասում, մի կոտ ոսկին տուր։ Շնորհակալություն ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։